Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ազգային ժողովում քննարկումը վերածվել է ծափ հարված օպերացիայի, ինչներ այս անգամ բորբոքել իշխանության ու ընդդիմության վեճը։ Թրիփ ծրագրի հետ մեկտեղ Ադրբեջանը խոսում է նաև Հայաստանի էներգետիկ համակարգի փոփոխության մասին, մինչև երբ կգործի Մեծամորի ատոմակայանը։ Երևանի որոշ հատվածներում օդի փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը, որն է աղտոտման հիմնական պատճառը եւ ով է պատասխանատու։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը պատրաստ են երկարաձգել գործող հրադադարը, ինչ ժամկետի շուրջ են այժմ բանակցում կողմերը։ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի ընտրությունը շարունակվում է, բայց արդեն երկրորդ օրն է պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկումը վերածվել է շատ ավելի լայն քաղաքական բանավեճի։ Նիստը հերթական անգամ անցել է լարված մթնոլորտում։ Պատգամավորները միմյանց ընդհատում էին, հակադարձում, երբեմն էլ վիրավորում։ Ամեն ինչ հատկապես թեժացավ, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իշխանական պատգամավորները ամենայն հայոց կաթողիկոսին նորից կոչեցին աշխարհիկ անունով։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները որպես բոյկոտ սեղաններին էին հարվածում։ Իշխանական խմբակցության պատգամավորները ի աջակցություն ծափահարում։ Հետո դերերը փոխվեցին, երբ ընդդիմադիր պատգամավորներն ամբիոնից ասում էին Գարեգին երկրորդ, այս անգամ սեղաններին հարվածում էին իշխանական պատգամավորները։ Ինչու էր խորհրդարանում սկսվել այսպես ասած ծափ հարված օպերացիան եւ ինչի շուրջ էր իրականում վեճը, ռեպորտաժում։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ռուբինյանի խոստացած հայելային անդրադարձներ խորհրդարանում։ ՔՊ-ում հակահարվածի են անցել, կաթողիկոս բառը լսելուն պես հարվածներ են տեղում սեղաններին։ Բրավո։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Եվ այսպես շարունակվեց այնքան, մինչև Ռուբինյանը հորդորեց դադարեցնել։ Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը ներողություն խնդրեց հայրենակիցներից իր խոսքով մանկապարտեզի նախապատրաստական կուրսին ներկա գտնվելու համար, ինչին կրկին միջամտեց Ռուբինյանը։ Տիկին Վարդանյան, ես ձեզ հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի այդուր ձեր խմբակցությունում եւ ես ձեզ հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը, շարունակեք ձեր ելույթը։ Խորհրդարանը երկրորդ օրն է ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է քննարկում։ Մինչ այդ հասցրել էր քննարկել Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Դեռ 10 հանձնաժողովի նախագահ էլ պետք է ընտրվի։ Ռուբինյանն առաջարկում է թեմային չվերաբերող ելույթները թողնել հետո, օրինակ հայտարարությունների ժամին։ Հակառակ դեպքում մենք կարող է 2031 թվականին նոր ավարտենք այս հանձնաժողովների ձևավորումը, միանգամից գնանք նոր ընտրությունների։ Նախորդ նիստից քննարկման առանցքում սահմանադրության հարցն է։ Ընդդիմադիր Աննա Գրիգորյանն այն համարում է Ալիևյան, պնդելով, որ նոր սահմանադրության օրակարգը Հայաստանից չի ծնվել եւ թելադրված է Ադրբեջանի պահանջով։ Նրա խոսքով իշխանությունը փորձում է սահմանադրությունից հանել անկախության հռչակագրին հղումը, իսկ խորհրդարանը նման փոփոխություն քննարկելու մանդատ չի ստացել։ Այս պարլամենտը կարող է հաստատել սահմանադրության նոր տեքստը եւ դնել հանրաքվեի, եթե կա 2/3 մեծամասնություն։ Դուք չունեք այդ մեծամասնությունը։ Եվ մեզ էլ որևէ մեկը չի լիազորել, որպեսզի մենք այդ փոփոխությունը իրականացնենք։ Հետևաբար սա նոր սահմանադրության հարցը ոչ թե հետընտրական ձևավորված օրակարգ է, այլ նախընտրական օրակարգ է, որի պատասխանը ժողովուրդը տվել է, այսինքն չի ուզեցել նման փոփոխություն։ Հաջորդ ելույթի իրավունքը դաշնակցական Քրիստինե Վարդանյանինն էր, բայց Ռուբինյանը կարծես չէր նկատել։ Քրիստինե Վարդանյանը դալիճում չէ, հարություն։ Հա, վայ, 1000 ներողություն։ 1000 ներողություն։ Համեցեք, տիկին Վարդանյան։
ԿՊԱ-ական Հայկ Կոնջորյանն էլ ընդդիմության Ալիևի սահմանադրության թեզին հակադարձեց, պնդելով, որ նոր սահմանադրությունը պետք է հիմնված լինի ոչ թե Ալիևի կամքի, այլ Հայաստանի քաղաքացիների կամքի վրա։ Կոնջորյանը ընդդիմությանը մեղադրեց քաղաքական օրակարգը Ալիևի թեմայով կառուցելու համար, պնդելով, որ դրա փոխարեն պետք է խոսել Հայաստանի քաղաքացիների կամքով ու ձևավորվող պետության ու սահմանադրության մասին։ Ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է։ Մի 4, 5, 6, 700 տարի առաջվա սոֆթ է, հասկանում եք։ Ձեր սոֆթը հին է, հասկանում եք, պարոն Կարապետյան, խնդիրն է դա, որ դուք ձեր iPhone 17-ներով եկել եք, բայց ասենք iPhone 4, 5-ի սոֆթով ուզում եք sense բուքսավատ անել, ասենք, ու մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ։ Կոնջորյանին պատասխանելու փոխարեն Կարապետյանը խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում կոշտ դիրքորոշում հայտնեց նոր սահմանադրության հարցում, պնդելով, որ ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել այն նախագծին, որը իր գնահատմամբ պարտադրվում է Ադրբեջանի կողմից։ Համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք, Ալիևի բերած համանadrությունը անցկացնենք։ Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաև Մեղրիի ուղղությամբ ադրբեջանցի մասնագետների այցերին, պնդելով, եթե Հայաստանի տարածքով որևէ հաղորդակցության գիծ է անցկացվելու, դրա դիմաց Ադրբեջանը պետք է վճարի Հայաստանին, իսկ ամենակարևորը, դա պետք է լինի Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհ, ոչ թե միջանցք։ Խորհրդարանում քաղաքական քննարկումներին զուգահեռ այսօր Հայաստանի էներգետիկ ապագայի մասին ուշագրավ հայտարարություններ են հնչել Ադրբեջանից։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ թրիփի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում եւ նույնիսկ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Ալիևը նշել է, որ ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի ծրագրի իրականացումը։ Նա անդրադարձել է նաև Մեծամորի ատոմակայանին, հայտարարելով, որ այն հնացած է եւ վաղ թե ուշ պետք է փակվի։ Ալիևի խոսքով կայանը նաև պոտենցիալ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Հայկական կողմի պատասխանը սակայն այլ է։ ԿՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին ընդգծել է. Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետները որևէ մեկը չի որոշում։ Դրանք սահմանվում են թույլատրելի ժամկետներով եւ համապատասխան մասնագիտական գնահատականներով։ Ինչ է լինելու ժամկետի ավարտից հետո եւ ով է որոշելու Հայաստանի էներգետիկ ապագան, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Հայաստանը դեռ 10 տարի ժամանակ ունի Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործումը շարունակելու համար, իսկ Ալիևն արդեն իսկ խոսում է դրա փակման եւ դրանից հետո Հայաստանի էներգետիկ ապագայի մասին, հայտարարելով, որ շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ շարունակվել եւ վաղ թե ուշ այն պետք է փոխվի։ Վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանին զրկել էլեկտրաէներգետիկայից, զգուշացնում է Արման Աբովյանը։ Մենք գիտենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես նպատակ էին դրել, թերևս խորհրդային ժամանակներ Թուրքիան, Ադրբեջանի հետ մենք խորհրդային միությունում էինք, զրկել Հայաստանին ատոմային էներգետիկայից։ Ինչի համար, որովհետեւ էներգետիկ անկախությունը դա պետական անվտանգության եւ պետական ամրության կարևորագույն բաղադրիչներից է։ Եվ երբ որ Ալիևը հայտարարում է արդեն վստահաբար, որ վաղ թե ուշ ատոմակայանից պետք է Հայաստանը հրաժարվել, սա զուգահեռվում է այս իշխանության այդ մոդուլային ատոմակայաններ եւ այլն խոսույթի իբր պետք է իրեն գան եւ փոխարինեն այն ատոմակայանը, որը այսօր գործում է։ Ըստ Ալիևի, Ադրբեջանն արդեն պատրաստում է Հայաստանի տարածքով Նախիջևան էլեկտրաէներգիա փոխանցելու նախագիծը։ Ավելին, նրա խոսքով, Մեծամորի ատոմակայանի փակման դեպքում Հայաստանը կարող է հայտնվել էներգետիկ ճգնաժամում, իսկ ադրբեջանական էլեկտրաէներգիան դառնալ լրացուցիչ աղբյուր։ Այն, որ Ադրբեջանը խոսում է Հայաստանի ատոմակայանի ապագայի եւ դրա շահագործման դադարեցման մասին, լավ բան չի հուշում, ասում է Աբովյանը։ Այսինքն այստեղ լուծվում է երկու հարց՝ ռուսական էներգետիկ համակարգի դուրս մղում, այն պարագայում, որ Թուրքիայում օրինակ ռուսական ատոմակայանը կառուցում Ակույո ատոմակայանի մասին, այսինքն այստեղ անվտանգային խնդիր չի։ Այստեղ Հայաստանին լիովին եւ լիարժեք սկզբնական փուլում կախվածության մեջ գցել է էներգետիկ։ Մինչդեռ ԿՊ պատգամավոր Արման Եղոյանը հակադարձում է ատոմակայանի շահագործման ժամկետը չի որոշում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կառավարությունը։ Ալիևի հայտարարությունները նրա խոսքով պետք է ընդունել քաղաքական խոսույթի մակարդակում։ Ալիևը չի արել այդ գյուտը, դա որոշված փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետ է 2036 թվականը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը եւ մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ մենք նոր ատոմակայան կառուցելու
մասին ենք մտածում եւ բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ, ասեմ ավելին, ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաեւ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում 2017 թվականին։ Ոչ թե համաձայնագիրն է որոշում ժամկետը, այլ քանի որ այդ ժամկետը կա, այնտեղ է գտել համաձայնագրում, հավելում է Եղոյանը։ Իսկ էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի գնահատմամբ Ալիևի ասացի մի մասը տեխնիկական իրողություն է։ Ցանկացած ատոմակայան ունի շահագործման ժամկետ, սակայն ատոմակայանի տարածաշրջանի համար վտանգավոր լինելու մասին պնդումները նրա գնահատմամբ անհիմն են։ Ինչ նշած հանիրավի մեղադրանքներին թեև այս անգամ ինքը եւս էլի ստիպված է ընդունել, որ ՄԱԳԱՏԵ-ի մասնագետները, փորձագետները հավաստել են, որ ատոմակայանը, հայկական ատոմակայանը մեծամորյա լիովին անվտանգ է։ Հետևաբար անգամ ինքը ստիպված է հիմա դա հավաստել։ Իհարկե այն ժամանակ, երբ մենք ցիտում էինք հայկական մասնագիտական, փորձագիտական շրջանակը ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենին կամ փորձագիտական կապիկները ՄԱԳԱՏԵ-ի հիմա ինքը անձամբ դա ընդունում է։ Փորձագետը միաժամանակ շեշտում է Ալիևի հայտարարությունը պետք է դիտարկել նաև քաղաքական ենթատեքստում։ Իրենց վաղեմի նպատակից, իսկ իրենց վաղեմի նպատակը դա Հայաստանին զրկել խաղաղ միջուկային ատոմային էներգետիկայի տարբեր գործիքակազմերով, այդ թվում քարոզչական։ Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը, բայց փորձագետի խոսքով առանցքային հարցը ոչ թե այն է, թե երբ կփակվի գործող կայանը, այլ թե ինչով է այն փոխարինվելու։ Նաև Ալիևի ենթատեքստը այն էր, ասացի ենթատեքստը նաև, որ շահագործումից հանելուստում նորատոմական չի լինելու, իսկ մեր այդ թվում ոչ միայն մասնագիտական փորձագետներ, այլ նաև պաշտոնական բոլոր փաստաթղթերում հստակ նշված է, որ Հայաստանը պետք է ունենա նոր ատոմային կայան կամ ատոմային ռեակտոր, եթե ավելի մասնագիտորեն եւ ճիշտ խոսենք։ Հետևաբար Հայաստանը պետք է ապահովի ատոմային էներգետիկայի անընդհատությունը։ Նա դա կլինի 36 թվականից հետո նոր կայանի, նոր ռեակտորի տեսքով, թե որոշակի ժամանակ ցա եւս կաշխատի, բայց նոր անխուսափելիորեն նորի հարցը շատ հրատապ է դառնում։ Ադրբեջանի առաջարկած էլեկտրաէներգետիկ կապերը կարող են դառնալ ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական ռիսկ։ Հարցն արդեն տեխնիկականից տեղափոխվում է էներգետիկ իշխանության դաշտ։ Հայաստանի էներգետիկ ապագան որոշվելու է Երևանում, թե տարածաշրջանային նոր նախագծերի տրամաբանությամբ։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանի էներգետիկ ապագային վերաբերող հայտարարություններով Ալիևը չի սահմանափակվել։ Նա կրկին խոսել է Ադրբեջանի մեկ այլ վաղեմի նպատակի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այդ նախաձեռնությունն ի սկզբանե հենց Ադրբեջանինն է եղել, իսկ դրա վերջնական լուծումը իր խոսքով տրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում։ Ադրբեջանի հիմնական մասը նրա անբաժանելի մասի Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքներ։ Մենք վստահորեն եւ հմտորեն շարժվեցինք դեպի այս նպատակը եւ արդեն մոտ ենք դրան։ Դուք իհարկե հիշում եք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին Ադրբեջանի նախագահը, Ռուսաստանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը ստորագրեցին եռակողմ հայտարարություն։ Ալիևի այս հայտարարություններին, ինչպես գիտեք, անդրադարձել է նաև ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով, եթե որևէ երկիր ցանկանում է Հայաստանի տարածքով անցկացնել տրանսպորտային կամ լոգիստիկ ենթակառուցվածք, դրա համար պետք է վճարի Հայաստանին։ Կարապետյանը նաև ընդգծել է, Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհը պետք է մնա ճանապարհ եւ չվերածվի միջանցքի։ Գիտեմ, որ ադրբեջանցիներ էին եկել Հայաստանի հարավային շրջաններ եւ դա մեզ անհանգստացրել էր, փորձել էինք ճշտել ինչի համար են եկել։ Այդ իսկ պատճառով մեզ պատասխանեցին, որ այս պատճառներով էին եկել։ Բայց եթե մի երկիր, յուրաքանչյուր երկիր հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից ցանկանում է Հայաստանի տարածքով, որ անցնի ինչ որ գիծ, տրանսպորտային, լոգիստիկ, նա պետք է ուղղակի վճարի մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր սուվերեն տարածքով օդային գիծ անցկացնելու համար։ Ես ուղղակի շեշտում եմ, որ պետք է վճարվի։ Ես տեղյակ եմ միայն Ադրբեջանի նախագահի հայտարարությունից ելնելով, որ իրենք առաջարկում են, որ տարանցում լինի Հայաստանով եւ սպասում են Հայաստանի ղեկավարության։ Սուվերենության հետ կապված եթե խնդիր չի լինում եւ արդարացի վճար է ստանում Հայաստանի պետությունը, կարելի է քննարկել։
Քաղաքային խնդիրների մասին։ Երևանի որոշ հատվածներում օգոստոսի 5-ից 11-ը օդում փոշու մակարդակը անցել է թույլատրելի սահմանը։ Իսկ այդ փոշու մի մասը քաղաք է հասնում հենց հարակից տարածքներից։ Օրինակ, Առինջի շինհրապարակներից բարձրացող փոշին քամու հետ հասնում է Ավան եւ լցվում բնակարաններ։ Բնակիչներն ասում են, հատկապես քամոտ օրերին փոշին կանխելու միջոցները բավարար չեն։ Որն է աղտոտման հիմնական պատճառը, ով է պատասխանատուն, ռեպորտաժում։ Ապարատը հլստել մի հատ նայեք էլի։ Հլը մի հատ նայեք հլը այս վիճակը, հլը մի հատ նայեք հլը։ Կիրակի օր հլը նայեք սրանց փոշի։ Առինջի շինհրապարակներից մեկն է։ Այստեղից փոշին բարձրանում է վեր ու լցվում Ավանի բնակիչների բնակարաններ։ Քաղաքացիներն ահազանգում են, շինհրապարակը ոչ պաշտպանիչ ցանցեր ունի, ոչ ջուր ցողող սարքեր։ Եթե անգամ ունի էլ, դրանք վերջին քամոտ օրերին որևէ օգուտ չեն տալիս։ Բայց Երևանում փոշով աղտոտման պատճառը միայն շինհրապարակները չեն։ Ամենաշատը փոշու աղտոտվածությունը տեղի ունենում նորմալ վարչական շրջանում ու հարակից հատվածում դեպի Երևանի Դավիթ Բեկ փողոցի հատվածում, որտեղ կան բազմաթիվ հանքեր, որոնք շահագործվում են։ Իսկ օրենքով Երևան քաղաքում հանքերի շահագործումը արգելված է։ Առինջի այս շինհրապարակը կից է Ավան վարչական շրջանին եւ բարձրացած փոշին անհետևանք չի մնում։ Այն ազդում է նաեւ Երևանի բնակիչների առողջության վրա։ Բայց քանի որ շինհրապարակը Կոտայքի մարզում է, դուրս է մնում քաղաքապետարանի պատասխանատվության գոտուց։ Եղանակային պայմաններն էլ են նպաստում աղտոտվածության բարձրացմանը, օրինակ քամիների, ուժեղ քամիների դեպքում, նայած թե քամին որ ուղղությամբ է փչում, մի տեղում կարող է աղտոտվածությունը ցրվել, մյուսում կուտակվել եւ ունենանք գերազանցում։ Պետական մոնիթորինգը չափում է օդում փոշու քանակը, բայց այդ չափումը ցույց չի տալիս կոնկրետ որ շինհրապարակը կամ հանքն են աղտոտման պատճառը։ Հայաստանում փոշու միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 150 միկրոգրամ է 1 խորանարդ մետր օդում։ Երևանում առանձին օրերին այս շեմը գերազանցվում է մինչև 2-ից 3 անգամ, որոշ օրերի էլ մինչև 4-ից 5 անգամ։ Այստեղ վարչական շրջանները նշված են, գունավորմամբ նոր Կարապկիր, Կենտրոն, Շենգավիթ, եւ ինչպես տեսնում եք, ինչպես որ ես նշեցի, Կենտրոն վարչական շրջանում է, որ ամենաշատը բոլոր օրերին գրեթե տեսեք ՍԹԳ-ից բարձր է։ Հայաստանում ամենից աղտոտված քաղաքը սակայն Երևանը չէ։ Աղտոտման ամենաբարձր ցուցանիշը մոնիթորինգի պետական կենտրոնը վերջին ամփոփ տվյալներով գրանցել է Հրազդան քաղաքում, հուլիսի 30-ին, մոտ 400 միկրոգրամ փոշի խորանարդ մետրում, որը սահմանային թույլատրելիից բարձր է 166%-ով։ Նման աղտոտվածության պայմաններում բոլորին խորհուրդ է տրվում մնալ տանը, օգտագործել օդը մաքրող սարքեր։ Հրազդանում օդը աղտոտվում է հիմնականում ցեմենտի գործարանի եւ ավազի տասնյակ բաց հանքերի պատճառով։ Բացի այդ, Կոտայքը հիմնական մարզերից է, որի պատճառով Երևանն աղտոտվում է փոշով։ Մենք արդյոք համոզված եք, որ Հրազդանի քաղաքի փոշին նույնն է ինչպես որ Երևանի քաղաքի փոշին, կամ նույնն է ինչպես օրինակ Քաջարանի քաղաքի փոշին։ Բաղադրությունը լրիվ տարբեր է, ինչի համար։ Փոշու մասնիկները նրանք շատ լավ, շատ արագ կարող են իրանց վրա ագրեգացվել ուրիշ տարբեր նյութեր եւ նաեւ շատ վնասակար կարող են վնասակար օրգանիզմի համար վնասական միացություններ իրանց վրա ագրեգացվել եւ այլն։ Եվ մենք ստանում ենք արդեն ոչ թե ուղղակի փոշի, այլ ագրեգատներ, շատ փոքր, որոնք մտնում են մեր օրգանիզմը եւ որոնք կատարում են իրանց շատ վատ դերը։ Երևանի ներսում համայնքն այս խնդրի դեմ սեփական մեխանիզմներն է կիրառում։ Քաղաքապետարանը քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել է օդի որակի չափման 195 կայան։ Նոր կարգավորումներով շինհրապարակները պետք է ունենան փոշու տարածումը կանխող պաշտպանիչ ցանցեր եւ ջրցան միջոցներ։ Կարգավորման ընդունումից մեկ շաբաթ անց քաղաքապետ Ավինյանը քաղաքում խախտման դեպքեր ֆիքսել։ Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեի պողոտայում սենցելի բաց ավազը դրածա մայթերի կողքը եւ դա անընդունելի է, պարոն Մխիթարյան, հենց այսօր խնդրում եմ համապատասխան գործողությունները կազմակերպել։ Ավինյանի այս դիտարկմանն ի պատասխան կոմունալ տնտեսության վարչության պետը տեղեկացրել էր, քաղաքապետարանն արձանագրություններ է կազմել եւ ծանուցումներ ուղարկել։ Ընդհանուր թվով 18 արձանագրություն է կազմվել տարբեր շինարարական աշխատանքների ուղղությամբ
այսինքն ամբողջ քաղաքով բոլոր վարչական շրջանների կողմից իրականացվել են այդ արձանագրման եւ տուգանման process-ները։ Նաեւ ուզում ասեմ, որ ահագին մեծ թվով մենք շուրջ 18 հատ ծանուցում ենք ուղարկել բոլոր վարչական շրջանների կողմից գումարային, որպեսզի այդ շաբաթվա ընթացքում նույնպես արձանագրություններ կազմվելու։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից, սակայն ակտիվիստ Արթուր Չախոյանը դրանց գործուն լինելու վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում։ Մինչև օրենքի խստացումներն էլ գործում էր վարչարարության համակարգ։ Հստակ սահմանված էին կառուցապատողի պարտականությունները, բայց ոչինչ չէր արվում։ Եթե մենք ուշադրություն դարձնենք, արդեն 3-րդ տարին է, որ Տիգրան Ավենյանը հայտարարել է փոշու աղտոտման, այդ կառուցապատման շինհրապարակների ոչ պատշաճ կահավորման ուղղված պատերազմ։ Պետք է նորմալ կահավորած լինի, ես տեսնեմ, որ չկահավորած շինհրապարակ լինի։ Արդեն 3 տարի է ասում ամեն անգամ, բայց ըստ էության արդյունքների փոփոխություն դեպի լավը բարելավում մենք չենք արձանագրում, այսինքն նույնը կա, օրենքները ամեն անգամ մշակում են, խստացնումներ եւ այլն, բայց ըստ էության բան չի փոխում, էլի, որովհետեւ պարտադրող, պահանջող չկա այդ օրենքների հետևից գնացող։ Նոր խստացումներով փաստորեն Երևանն իր տարածքում ոչ միայն չափում է օդը, այլև փորձում է կառավարել աղտոտման աղբյուրները։ Բայց քաղաքը չի կարող կառավարել այն, ինչ իր վարչական սահմաններից դուրս է։ Այստեղ պատասխանատվությունը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի վրա է։ Տեսչական մարմնից հայտնում են ամենօրյա ռեժիմով ուսումնասիրություններ են իրականացնում թե մարզերում, թե մայրաքաղաքում։ Հունիսի 22-ից հուլիսի 10-ը տեսչական մարմինը շինհրապարակներում 10 խախտում է արձանագրել, որից 5-ը Երևանում։ Տուգանքի ընդհանուր չափը հատել է 3 միլիոն դրամը։ Միջոցառումների թիրախում եղել են հողի բերի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի, ավազ, ցեմենտ, գաճ, խիճ, շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։ Վարչարարության գործող մեխանիզմի դեպքում փող տուր խախտիր համակարգն է աշխատում, ասում է Արթուր Չախոյանը։ Օրինակ Երևանում օդի որակը չափող 195 կայան կա, սակայն հուլիսի 6-ի գործակարգավարական նիստում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը փաստել էր, որ շինհրապարակներից փոշու արտանետումների ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ նախորդ տարի։ Այս տվյալը ցույց է տալիս, որ թեև չափման գործիքներն ու կանոնները կան, վարչարարության գործող մեխանիզմը ևս, բայց դա պատշաճ չի գործում։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հնարավոր նոր համաձայնության շուրջ բանակցությունները շարունակվում են, իսկ այս գործընթացում միջնորդի դերը ստանձնած Պակիստանից նոր տեղեկություն է հաղորդվում։ Պակիստանի կառավարության աղբյուրները թուրքական Անադոլու գործակալությանը հայտնել են, որ գործող հրադադարի համաձայնագրի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 17-ին։ Երկու կողմերն արդեն միջնորդներին տեղեկացրել են այն երկարաձգելու իրենց պատրաստակամության մասին, իսկ այժմ քննարկում են նոր ժամկետ։ Այս ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը զարգանում է Վաշինգտոնի համար շահեկան ուղղությամբ։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ եթե Իրանը փորձի որևէ քայլ անել, դրա հետևանքները ծանր կլինեն։ ԱՄՆ նախագահը նաեւ չի թաքցրել Իրանի նկատմամբ վստահություն չունի։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը տարիներ շարունակ եղել է Մերձավոր Արևելքի գլխավոր սադրիչը, սակայն այժմ իր գնահատմամբ իրավիճակը փոխվել է եւ Միացյալ Նահանգները գտնվում է ավելի շահեկան դիրքում։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ես կցանկանայի երրորդ անգամ առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, սակայն երկրի օրենքներն այս հարցում շատ խիստ են։ Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, թե բոլորն են ուզում, որ նա դա անի։ Ինչ վերաբերում է Իրանին, մենք այդ հարցում ունենք 3 ռազմավարություն, հայտարարել է Թրամփը։ Առաջինը շարունակում ենք անել այն, ինչ հիմա ենք անում։ Պարզապես նայում ենք, թե որքան վատ են նրանց գործերը, քանի որ նրանք ունեն 300%
խոսք գնաճ։ Նրանց արժույթը գրեթե արժեք չունի, նրանք չեն վճարում իրենց զինվորներին, ասել է նա։ Երկրորդն ըստ նրա հարվածելն է նրանց, ինչպես ինքն է ասել, շատ ուժեղ, եւ երրորդը պարզապես տնտեսապես հաղթել նրանց։ Մենք վերահսկում ենք նրանց փողերը, այն ինչ նրանք ունեին, իսկ դա շատ է։ Նրանք շատ ունեին եւ մենք լիովին վերահսկում ենք այն։ Ես նրանց բանկիրն եմ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան սարսափելի սխալ կգործի, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի իր նախագահ Ջաննի Ինֆանտինոին փոխարինելու մասին։ Truth Social սոցիալական հարթակում գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Հուլիսի վերջին հայտարարվել էր, որ Ինֆանտինոն որոշել է աշխարհի առաջնությունների իրավունքների մի մասը վաճառել մասնավոր ներդրողներին։ Ակնկալվում էր, որ իրավունքների մոտ 20%-ը կանցնի մասնավոր ներդրողների խմբին, որը գլխավորում է Ջոշուա Քուշները, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայրը։ Այս գաղափարը սուր քննադատության է արժանացել, ինչի համար Ինֆանտինոն անձամբ ներողություն է խնդրել։ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական հրթիռներով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Քաղաքը հարձակման է ենթարկվել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով, ցիրկոն հրթիռներով եւ կառավարվող ավիառումբերով։ Սա դաժան հարված էր, որը նախատեսված էր քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնելու համար, ասել է Զելենսկին։ Ուկրաինան էլ հարձակվել է Կրասնոդարի երկրամասի վրա։ Նովորոսիսկում 8-ամյա երեխա է զոհվել, վնասվել են բնակելի շենքեր եւ ձեռնարկություններ։ Սոչիի իշխանությունները կոչ են արել քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին հրաժարվել սեփական մեքենաներով երթևեկելուց վառելիքի պակասի պատճառով։ Քաղաքում արդեն երրորդ օրն է վառելիքի պակաս է նկատվում։ Բենզալցակայաններում հերթեր են, ինչը խցանումներ է առաջացնում քաղաքի փողոցներում։ Որոշ զբոսաշրջիկներ չեն կարողանում տուն վերադառնալ բենզինի պակասի պատճառով։ Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը սրվել է Ուկրաինայի կողմից նավթային ընկերությունների վրա հարձակումների պատճառով։ Լիբանանի միապալատ խորհրդարանն ընդունել է մահապատիժը չեղարկող օրինագիծ։ Մահապատիժը Լիբանանի օրենսդրությունում պաշտոնապես պահպանվել է երկար տարիներ, սակայն դրա կիրառումը փաստացի կասեցվել է։ Վերջին մահապատիժը երկրում տեղի է ունեցել 2004 թվականին։ Հունգարիայի օրենսդիրներն էլ պետության ղեկավար են ընտրել Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային, որը պաշտոնից ազատվել էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք։ Պաշտոնը թափուր էր հուլիսից, երբ երկրի նոր վարչապետ Պետեր Մադյարը պաշտոն անկարեց նախորդ նախագահին Օրբանի դաշնակցին։ Մադյարը ձգտում է թուլացնել իր նախորդի ազդեցությունը պետական ինստիտուտներում։ Նոր նախագահը 17 տարի եղել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր։ Եվ վերջում պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդոն ամուսնացել է իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Զույգը հայտարարել է հարսանիքի մասին Instagram-ում, հրապարակելով լուսանկար։ Զույգը միասին է 2016 թվականից։ Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Մադեյրայի Ֆունշալ քաղաքի տաճարում։ Սակայն Ռոնալդոյի հարսանիքը դիտելու համար հավաքված մոտ 2000 մարդ հայտնվել էր ծիծաղելի իրավիճակում, ականատես լինելով այլ զույգի արարողության։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում, կյանքը երբեմն մարդուց շատ բան է խլում, բայց կան մարդիկ, որոնցից ժամանակը որքան էլ փորձի, չի կարողանում խլել ամենակարևորը՝ ապրելու ցանկությունը։ Այդ մարդկանցից է ռեպորտաժից հերոսուհին, 86-ամյա Թերեզա Տատիկը։ Նրա հետ մի քանի ժամ անցկացրել ենք Առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության Շենգավիթի տարեցների ցերեկային կենտրոնում։ Խոսել ենք այստեղ անցկացրած ժամերի, կյանքի լավ ու վատ օրերի, կորուստների եւ հիշողությունների մասին։ Այսօր նրա բեմը Շենգավիթի ցերեկային կենտրոնն է։ Հանդիսատեսը այստեղ իրեն սպասող մարդիկ, իսկ ապրելու ամենասիրելի ձևը պարը։ Թերեզա Տատիկի պատմության սև ու սպիտակ կողմերը ռեպորտաժում։ Արտաքինը շատ գրավիչ է եղել, հնարավոր չի եղել, որ անցնեմ հետևիցից ռեպլիկա չլսեմ, շատ լավ եմ եղել, երկար մազ եմ ունեցել, էլի սենց նիհար եմ եղել, բայց ես լավն եմ եղել։ Տիկին Թերեզան է, տարիներն իրենց հետքն են թողել դեմքին, ճերմակած մազերին։ Երբեմնի արագ ու թեթև քայլքն էլ փոքր ինչ դանդաղել է, բայց ծերության հետ հաշտվել չի պատրաստվում։ Չեմ հաշտվում իմ ծերության հետ։ Լազուր աչքերից փայլը ուր կգա։
Այդ դերս կարմիր կաթի մեջ ընկած, այնով գողացավ ու հետ տարա։ Ինչ նկարիչ էր կախարդ վրձինով, գեղեցիկ դեմքի սակոցներ քաշեց, վարսահարդար էին իրավունքով, շեկլիկ մազերը սպիտակով մեծ։ Ժամանակը մի բան չի կարողացել փոխել։ Նրա ներսում դեռ ապրում է այն Թերեզան, որը 8 տարեկանում մարո էր խաղում հարևանների կազմակերպած բեմադրության մեջ։ Մեծ հաշտ ունենք, հաշտացելով կալիդր ունենք, այդտեղ թել կապեցինք, վարագույր սարքեցինք, աղբերս դարավ կարոն, մեծ քույրս դարավ հեղինակը, միջնեկ քույրս դարավ իմ մաման, ես դարավ մարոն, հարևանը դարավ տերտեր, մի խոսքով հավաքեցինք, բեմադրեցինք։ Նրա կյանքի պատմության առաջին էջերը ամենևին էլ այսքան լուսավոր չեն եղել։ 6 երեխա եմ եղել, հայր չեմ ունեցել, 41 թվին գնացել է պատերազմ չի եկել, մայրս ինքը մանկահասակ 6 երեխա է պահել, առանց ամուսնու դառն է եղել իմ մանկությունը։ Հետո կյանքը մի փոքր ավելի բարեհաճ գտնվեց նրա հանդեպ։ Ամուսնացավ իր դպրոցական ընկերոջ հետ։ Մենք միասին սովորում էինք, նույն դպրոցում էինք, իրար կողք էինք նստում։ Ամուսնու մասին խոսելիս նրա պատմության մեջ սերը չափվում է գուցե այսօրվա համար անսովոր չափանիշով։ Ասում է, իրեն չէր ծեծում, ձեռք չէր բարձրացնում։ Խմելու հետ սեր ուներ, բայց ինձ երևի սիրում էր, որովհետև մատով անգամ չի կպել ինձ, չի ծեծել, այն ուրիշների նման խմում էին, գալիս էին իրանց կնիկներին ծեծում էին, ինքը տենց բաներ չի արել։ Միասին ապրեցին ընդամենը 12 տարի։ 1982 թվականին ընդամենը 43 տարեկանում ամուսինը մահացավ սրտի կաթվածից։ Ամուսնուս մահից հետո երեխա եմ որդեգրել 6 ամսականից, պահել եմ մինչև 28 տարեկանը, ավտովթարից մահացել եմ։ Որդու մահից հետո Թերեզան կրկին մենակ մնաց, բայց նրա կյանքում սա միակ բաժանումը չէր։ Տարիներ անց նա կորցրեց նաև թոռնուհու հետ կապը, այն փոքրիկ աղջկա, որի մինչև 6 տարեկանը ինքն էր մեծացրել։ Տեղաց, որ մահացավ, կինը մի քիչ անհաշտ էր հետս, այսինքն ես էի անհաշտ։ Նա ջահել էր, ես մեծահասակ, հին ադատների տեր, ամեն ինչի համար բրեն խոսում էի։ Տղայիս մահից հետո երեխան վերցրեց գնաց։ Ու չեմ կարողանում գտնեմ երեխուն, կարոտում եմ։ Թերեզայի կյանքի ճանապարհը նրան մի քանի անգամ է տնից տուն տարել։ 1990-ականներին տեղափոխվեց Արցախի Շահումյանի շրջանի Չարեկտար գյուղ, հետո բնակվեց Ստեփանակերտում։ Բայց Արցախում էլ կյանքը հեշտ չէր եւ 2016-ին վերադարձավ Երևան։ Մի հատ մարդ պատահական իմացավ, որ տուն չունեմ, իր բնակարանը տվեց ինձ, ուղղակի ապրելու համար, ասեց գնա ապրի, ինչ կարած այն էլ արա։ Եկա ապրեցի այդտեղ, ապրում եմ հիմա էլ, բայց վարձ չեմ տալի, այգուց օգտվում եմ, ինքը ինձ նեղություն չի տալի, ուրիշ տեղ ապրում։ Բայց մենակությունը ամեն օր չի հաղթում Թերեզային։ Նրա օրը սկսվում է առաքելություն Հայաստան հասարակական կազմակերպության տարեցների Շենգավիթի ցերեկային կենտրոնում։ Նա գալիս է այստեղ, որովհետև իրեն սպասում են։ Այստեղ մարդիկ մի քանի ժամով մոռանում են տան հոգսերը, զրուցում են, լսում միմյանց, երգում, պարում եւ ամենակարևորը իրենց միայնակ չեն զգում։ Մեկը իր հիվանդությունից է պատմում, մյուսը առողջության ձևն է ասում, ամեն մեկը իր տան հոգսերի մասին է խոսում, մեկը շփվելով մերը մոռանում են։ Նարդի են խաղում, շախմատ են խաղում, դոմինո են խաղում, լոտո են խաղում։ Ամեն 3 շաբթի օրը կամ 5 շաբթի օրը գոհարը գալիս է, երգում ենք, պարում ենք, օրներս անցկացնում ենք։ Կենտրոն գալու առաջին օրվա մասին խոսելիս տիկին Թերեզայի աչքերը փայլում են։ Մեծ բավականություն եմ ստացել հենց առաջի օրվանից։ Զգացել, հենց մտել եմ ներս, բոլորը ոնց որ հարազատի նման դիմավորել են, խոսացրել են։ Նենց
գոռոզություն բան չի եղել, էլի, շատ լավ է եղել ինձ համար, հենց առաջի օրվանից։ Ու որոշել եմ, որ ամեն օր պիտի գամ, այստեղով ապրում եմ, այստեղ ինձ շատ բան տվեց, նախ ճանաչում ստացա, երբեմն փողոցում հանդիպում եմ, ասում են դու են կարող տատիկն ես, ասում եմ հա, լավ եմ զգում ես, ճիշտն ասած հպարտանում եմ այդ րոպեին։ Թերեզա Խաչատրյանը Շենգավիթի ցերեկային կենտրոնի ամենաճանաչված այցելուն է։ Այստեղ նրան ճանաչում են ոչ միայն որպես կենտրոնի անդամ, այլև միակ պարուհի։ Երբեմն կարծում են, թե սա ծերանոց է, մեկը ասում են ծերանոց է գնում, ասում ծերանոց չի, սա մեծահասակների մանկապարտեզն է։ Կենտրոնն իր առաջին տունը համարող տիկին Թերեզան այստեղ գտել է ոչ միայն մարդկանց, այլև իրեն։ Տարիները նրանից շատ բան են խլել՝ երիտասարդությունը, սիրելի մարդկանց, բայց չեն կարողացել խլել ամենակարևորը՝ ապրելու ցանկությունը։ Ու քանի դեռ հնչում է երաժշտությունը, Թերեզա տատիկը պարում է։ Գուցե ոչ այնպես, ինչպես երիտասարդ տարիներին, բայց նույն սիրով։ Նրա պարը պարզապես պար չէ, դա պատասխանն է կյանքին։ Քանի դեռ կարող եմ, ապրում եմ։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։